փոխնախագահ Ջեյդի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է Վենսի խոսնակը։ Հաղորդում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը, անդրադարձ է եղել նաեւ վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումներն ու տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան։ Ամերիկյան կողմը չի մանրամասնել, թե ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից եւ արդյոք այս հարցով հստակ պայմանավորվածություններ կան։ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից հայ գերիների դատավճիռների վերաբերյալ։ Դրանում խորը ցավ եւ ափսոսանք է արտահայտվում այդ որոշումների կապակցությամբ։ Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին շարունակել զարգացնել երկու երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան եւ ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բոլոր հայ ձերբակալվածներին, ինչը կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, ասվում է հայտարարությունում։ Ռուսաստանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը, մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան եւ Բաքու։ Նա միաժամանակ հավելել է, եւ Երևանի եւ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր կա, որը տարածվում է հնարավոր բոլոր ոլորտների վրա։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը իր գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել, հայտնում է մեր ձևով շարժումը։ Վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Այս պահի դրությամբ հստակ է, որ ուժեղ Հայաստանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի։ Լոռու մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Սպիտակ բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված, ծանր վիճակում է եւ չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Նրան Երևանի մասնագիտացված հիվանդանոց են տեղափոխել։ Շամշյան.com-ի հաղորդմամբ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում։ Դեպքի փաստով ոստիկանության սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի ռազմավարական երկխոսությունը դեռ չի սկսվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է դրան, մինչդեռ ԱՄՆ-ն առայժմ մտածում է։ Լավրովը հավելել է, Մոսկվան միշտ բաց է նման երկխոսության համար։ Անապայի տեխնիկումներից մեկում հրաձգության հետևանքով անվտանգության աշխատակից է մահացել, հայտնել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենյամին Կոնդրատյևը։ Միջադեպի հետևանքով վիրավորներ կան, տեխնիկումի վրա հարձակված տղայի մոտ հրացան եւ մի քանի տասնյակ փամփուշտ է հայտնաբերվել։ Ըստ ուսանողների նա 17 տարեկան է, սովորում է ավտոմեխանիկայի բաժնում։ Նախնական տեղեկություններով ուսանողը կրակ է բացել դիպլոմի պատճառով։ Նա կաշառք է վճարել, որպեսզի դիպլոմն ավելի շուտ ստանա, բայց չի ստացել։